Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր սովորելու ենք մի նոր հնչյուն եւ նրա տառերը։ Արտասանենք ինչ ենք տեսնում նկարում զեբր։ Հայերենում զեբրին ասում են շեշտավոր ցի։ Բոլորդ գիտեք, որ նրա մարմնի վրա գծիկներ կան, շեշտեր կան, դրա համար նրան ասում են շեշտավոր ցի։ Զ տբակիր մեծատառ, Զ տբակիր փոքրատառ, Զ ձեռագիր մեծատառ, Զ ձեռագիր փոքրատառ։ Նայեք երեխաներ, ինչի եք նմանեցնում զ-ն։ Զ նման է իննի, պոչիկ ենք ավելացնում, մեծատառն է նման, փոքրատառն է նման երեխաներ։ Ձեռագիրը նույնպես տեսեք, եթե այս մի մասնիկը փակեմ, լրիվ ինն է գրված։ Իսկ փոքրատառը լն է այի մասնիկով։ Շատ նման է ա տառին եւ լային համատեղելով։ Կաշտանք բառը զեբր։ Այժմ հնչեցնենք զ-ն։ Երեխաներ, զ-ն բաղաձայն հնչյուն է։ Եկեք ձայնավորների հետ բաց վանկեր կազմենք։ Զա, զի, զու, զե, զո։ Հիմա փորձում ենք փակ վանկեր։ Ազ, իզ, ուզ, էս, օս։ Կաշտանք բառերը։ Զատիկ։ Բոլորս ճանաչում ենք այս միջատին, չէ՞ երեխաներ։ Զատկի անունով նաև տոնակատարություն կա, Սուրբ Զատկի տոնակատարությունը։ Հիսուս Քրիստոսի վերածննդի տոնն է։ Թուզ, զրո, զրոն թիվ է երեխաներ։ Կորիզ, երկու վանքից բաղկացած բառ է։ Հիմա տեսնենք, ով ինչ ունի։ Կաշտում ենք անունները։ Զարե, փորձում ենք։ Զարեհին նայում ենք, որ Զարեհը ունի կարտոֆիլ։ Ազատ, մեծատառով է գրված, տղայի անուն է։ Ազատն ունի լոլիկ։ Զարուհի, Զարուհին ունի գազար։ Նազիկ, Նազիկն ունի կաղամբ։ Երազիկ, Երազիկն ունի սմբուկ։ Զորիկ, Զորիկն էլ ունի շաղկամ կամ բազուկ։ Սրանք ինչեր են երեխաներ, սմբուկ, գազար, կարտոֆիլ, բազուկ, լոլիկ, կաղամբ, բանջարեղեններ են, որոնք շատ առողջարար են եւ դուք պետք է ձեր սննդակարգում անպայման օգտագործեք բանջարեղեններ։ Գրենք փոքրատառ ձեռագիր զ, մեծատառ ձեռագիր զ, իսկ հետո զարդերով պատրաստենք զ-ն։ Շղթայով կարելի է զ պատրաստել, թևնոցով էլ փոքրատառ զ-ն կարելի է պատրաստել։ Կաշտանք եւ շրջագծենք։ Գառնուկը։ Այ իմ գառնուկ, ջերմակ, հեզ, դու քանի պարկ բուրդ կտաս մեզ։ Ձեզ բուրդ կտամ, ինչքան ուզեք, բայց դեռ փոքր եմ, ինձ մի խուզեք։ Զերը ընդգծելուց հետո կաշտում ենք փոքրիկ բնագիրը։ Հայերենը։ Տեսեք երեխաները մեկը մյուսի համար կաշտում են, մեծ աղջիկը կաշտում է փոքր եղբոր համար։ Հայերի մայրենի լեզուն հայերենն է։ Են կաշտում ենք նայի հետ միասին։ Այն հին ու հարուստ լեզու է։ Ուն ու են միասին ենք կաշտում։ Ազատը եւ Զարուհին ուսումնասիրում են, տեսեք ինչ երկար բառ է, ուսումնասիրել նշանակում է հետազոտել, հետաքրքրվել, մանրամասնորեն դիտել, ուսումնասիրում են մեր լեզուն։ Մեր լեզուն մեր գանձն է դա երեխաներ, լավ իմանանք հայերենը, որպեսզի հայ մնանք։ Սիրենք բոլորի լեզուները, բայց պաշտենք մեր հայերենը։ Եվ վերջում թելադրենք իրար։ Կարող եք զույգերով մեկը մյուսին թելադրեք։ Մայրենի լեզու։ Ինչքան որ մայրիկն է միակը եւ անփոխարինելին, այդպես էլ մայրիկի լեզուն, մայրենի լեզուն, որը դառնում է մեր ամենաթանկ ու հարազատ լեզուն։ Ամուր կորիզ։ Իմ երազը կարմիր զատիկ։ Սրանք բառակապակցություններ են։ Կարող եք վերցնել լեզու բառը եւ ուրիշ բառակապակցություններ կազմել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։